Շուտով Հիսուս Քրիստոսի եկեղեցու հափշտակությունն է։ Տեր Հիսուս Քրիստոսը իր երկրորդ գալուստից առաջ երկրից տանելու է իր հարսին։ Երկրորդ գալուստը դա Տիրոջ գալուստն է երկիր։ Սակայն մինչ երկիր իջնելը, երկրին դիպչելը, երկրի վրա գալը, Տեր Հիսուս Քրիստոսը երկրի վրայից նախ կտանի իր ընտրյալ զավակներին իր թագավորություն, որովհետև դրանից հետո երկրի վրա կտիրի սատանայի իշխանությունը կլինի եւ Աստծո բարկության տարիները կլինեն, վշտի տարիները եւ այդ ամենից հետո միայն նոր Հիսուս Քրիստոսը որպես դատավոր իր ողջ աստվածային փառքով զորությամբ կգա երկիր։ Սակայն մինչ այդ կլինի եկեղեցու հափշտակություն, այսինքն Տեր Հիսուսը կտանի իր ընտրյալ զավակներին երկրի վրայից։ Ընտրյալ զավակները նրանք են, ովքեր որ իրոք ամբողջովին իրենց հոգով, սրտով, մտքով, կյանքով, գործերով ամեն կերպ պատկանում են Հիսուս Քրիստոսին, ամբողջովին պատկանում են Հիսուս Քրիստոսին, նրանք էլ ընտրյալ զավակներն են։ Մինչև հափշտակության տեղի ունենալը, այս ողջ ընթացքը, այս ճանապարհը, այս վերջին ժամանակը, որ մնացել է մինչև հափշտակությունը, այս ընթացքը հսկող ծառաներ ունի Աստված, այսինքն մարդիկ, Աստծո զավակներ, ում որ Աստված նշանակել է որպես հսկիչներ, որպես պահակներ այս ճանապարհին, որպեսզի այդ զավակները, այդ ծառաները Աստծո լսելով Տեր Հիսուսի ձայնը, Սուրբ Հոգու ձայնը, նրա խոսքը փոխանցենք մարդկանց, որպեսզի պատմենք եւ զգուշացնենք, թե ինչ է սպասվում աշխարհին, որպեսզի արթուն պահենք Հիսուս Քրիստոսի մյուս զավակներին։ Մենք Հիսուս Քրիստոսի զավակն ենք, նախ եւ առաջ բոլորս Հիսուսի զավակն ենք եւ լինելով Տիրոջ զավակները մենք նաեւ նրա աշակերտներն ենք, նրա ծառաներն ենք, նրա զինվորներն ենք։ Հենց հիմա աշխարհում տեղի է ունենում այն բոլոր իրադարձությունները, որոնք նկարագրված են Աստվածաշնչում, որ պիտի լինեին վերջին օրերին Տիրոջ գալուստից առաջ։ Այդ ամենը տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Եվ Աստվածաշնչում գրված է, որ Աստված ասել է, որ վերջին օրերին կհեղեմ իմ հոգին ձեր դուստրերի եւ որդիների վրա եւ ծերերի վրա եւ նրանք կտեսնեն տեսիլքներ եւ երազներ եւ կմարգարեանան։ Եվ դա տեղի է ունենում հիմա ողջ աշխարհում։ Եվ իհարկե այդ երազներն ու տեսիլքները Աստված տալիս է, որպեսզի մենք պատմենք միմյանց եւ տեղեկացնենք եւ արթուն մնանք եւ սպասենք մեր Տիրոջ գալուն եւ այդպիսի երազներ տեսնում են ամենափոքրիկները, մանուկները, մինչև ծեր, մարդիկ, ծերերը եւ ամբողջ աշխարհում բազում քրիստոնյաներ ամեն օր, ամեն ժամ պատմում են եւ նաեւ իրար հայտնում են այդ լուրը, որ Տերը գալիս է, ժամանակ չկա եւ օգնում են միմյանց, որպեսզի ապաշխարենք, որպեսզի ճանաչենք մեր Տեր Հիսուսին, մեր Փրկչին, ընդունենք նրա բարգեւած հավիտենական կյանքը, սպասենք մեր Տիրոջ գալուն եւ արթուն լինենք եւ նվիրված լինենք, նվիրյալ հավատարիմ կերպով սպասենք եւ շատ Աստծո ծառաներ, սպասավորներ, ովքեր որ Աստվածաշնչի վրա հիմնվելով հաշվում են, հաշվարկներ են անում, նրանք նույնպես երազ ու տեսիլք տեսնող զավակների հետ միաբերան, բոլորս էլ ասում ենք, որ Հիսուս Քրիստոսը գալիս է, որ ժամանակը եկել է, որ էլ գրեթե ժամանակ չկա։